Առաջինի եթերը շարունակվում է, մենք հիմա խոսելու ենք Սփյուռք Հայաստան կապերի մասին, Սփյուռք Հայաստան խնդիրների մասին, Սփյուռք Հայաստան հեռանկարների մասին եւ այն տենդենսների մասին, որ առկա են մեր հայ ժողովրդի այդ երկու շատ կարևոր բաղկացուցիչների միջև։ Այս թեմայի շուրջ խոսելու ենք հայրենադարձ մշակութային գործիչ Անահիտ Արամունի Քեշիշյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Քեշիշյան, թույլ տվեք շնորհավորել ձեր նոր տարին, հուսով եմ 26-ը ձեզ համար կլինի ձեռքբերումների տարի։ Տիկին Քեշիշյան, տեսեք, ես բազմիցս եմ այդ մասին խոսել, մի փոքր կոշտ է հնչում, միգուցե նաև ցինիկ է հնչում, բայց ես սովոր եմ իրերը անվանել իր անունով։ Երկար տարիներ Սփյուռքը Հայաստանի իշխանությունների համար Հայաստանի իշխանությունները օգտագործում էին Սփյուռքը որպես կթուկով։ Ընդամենը անցկացվում էին ինչ-որ բարձր անուններով միջոցառումներ համահայկական, բայց միտքը դա էր, մեզ փող տվեք։ Ոչ թե ծրագրեր իրականացրեք, ներդրումներ արեք, այստեղ մասնաբաժին ունեցեք պետականության կառուցման եւ կայացման մեջ։ Ուղղակի մեզ փող տվեք եւ վերջ։ Մենք այդ փողը կծախսենք, ճանապարհ կսարքենք, չգիտեմ, ինչ կանենք, ծառ կտնկենք։ Այս ընդհանուր երևույթ, ընդհանուր տենդենսը ըստ ձեզ փոխվել է թե ոչ հիմա։ Անկեղծ ասած, հիմա ես անկեղծ անամ միանգամից, ասեմ տենդենս չկա այս պահին։ Տենդենսը լռել է։ Մենք առերեսվել ենք այնպիսի խնդիրների վերջին տարիներին հատկապես պատերազմի եւ պատերազմից հետո, որ Սփյուռքի խնդիրը, սփյուռքահայության մեծ հետ հարաբերակցության այդ խնդիրը մղվել է երկրորդական պլան։ Եվ այստեղ շատ հանգիստ կարող ենք ասել, արտահայտվել, որ մենք հոգնեցինք Սփյուռքի փնփնթոցից, Սփյուռքը շատ հանգիստ կարողանում է ասել Հայաստանը սխալ ճամփա է բռնել իր քաղաքականության մեջ, եւ այսպես ասած հիմնականում ես չեմ խոսում անհատների մասին իհարկե, բայց հիմնականում այսպես մի տեսակ խռոված հարսուկեսրոջ նման ենք իրար հետ, որը շատ վտանգավոր է, այսինքն վտանգավոր է այն առումով, այսինքն վնասակար է այն առումով, որ մենք կորցնում ենք, մենք շարունակում ենք կորցնել, կթուկով են, ինչու՞ չէ։ Ինչու ոչ կթուկով, ուրիշ ինչ պիտի անի։ Այսինքն այդ կթուկով ինչու ենք մենք դարձել։ Այդ կթուկ ինչու ենք ասում կթուկով։ Չէ։ Օրինակ Հայաստանի կառուցման գործընթացում մասնակցի։ Հայաստանի կառուցման գործընթացում այդ թվում նաև իր սեփական շահերը հետապնդելով։ Այո, Հայաստանի կառուցման գործում մասնագիտորեն մասնակցել է մեր առաջին արտաքին գործերի նախարարը սփյուռքահայ էր, հետո եկավ խորհրդականը սփյուռքահայ, ուրիշներ խորհրդականներ, հետո ուրիշ նայած որ կառավարության ժամանակ ինչքան է սփյուռքը ներառվել, հետո ունեցել ենք Քրքորյանի նման մարդ, որ նաև Ես հիշեցնեմ ինչով դա ավարտվեց։ Այո, բոլորս գիտենք, բայց գիտենք, որ նաև ինչ է տարբեր ինչքան ահռելի շորթումներ են եղել, ինչ սարսափելի աղետալի է եղել, այսինքն ես չեմ այսինքն այստեղ իմ խոսքը չեմ սկսում արդարացնելու համար որևէ մեկին կամ Սփյուռքին կամ Հայաստանին, այսինքն եթե իրարից խռով են, ուրեմն երկուսն էլ ունեն իրենց մեղքի բաժինը, երկուսն ունեն իրենց մեղքի բաժին եւ երկու մեղքերն էլ հասկանալի մեղքեր են, այսինքն երկու մեղքերն էլ ունեն իրենց քննադատելու եւ արդարացման, այսպես ասած, տարերը։ Հիմա ես այստեղ չգիտեմ, հիմնվենք արդարացման վրա, թե հիմնենք ես հիմա չէի ուզի դա անել, ես ուզում եմ տարինը սկսենք, այսպես ասած, ամբողջական մի նոր հայացքով այս խնդրին, ինչ որ տեղի է ունեցել, շատ բան բնական է որ տեղի է ունեցել, դրա համար մենք մեր ժամանակը կարճ է, մենք եթե առիթ լինի շատ ավելի երկար խոսենք, ես կարող եմ սկսել Շապուհ արքայից, Բյուզանդիայից, մեր գաղթավայրերի մասին, չէ, ուզում եմ ասել, շատ խոսելիք կա եւ հենց այո, իմ այսօր այստեղ լինելու պատճառը հենց այդ է Դավիթ Ստեփանյան, որովհետեւ ես ուզում եմ խնդրել, առաջարկել բոլորին, բոլոր նրանց ովքեր որոշումներ են կայացնում, որ այլևս շատ
առավել եւս քան երբևէ լրջորեն նայվի սփյուռքի հարցը։ Այսինքն, եթե ես որպես անձ, ընկերուհիս որպես անձ կարող ենք դժգոհել սփյուռքից, չէ, բայց կառավարությունը չի կարող դժգոհել սփյուռքից կամ որևէ մեկից, եթե ճշնամի երկիր չի եւ չենք պատերազմում իրար դեմ։ Այսինքն կառավարությունը պիտի ունենա դիվանագիտություն։ Այս դիվանագիտությունը, որ կառավարությունը այսօրվա իշխանությունը, երեկվա ապագայի մայիսից հունիսից հետո ով կլինի կառավարություն, պիտի սփյուռքին նայեն որպես չպեղված գանձ եւ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվեն։ Մենք ունենք ավելի շատ հայություն, ինչքան որ, այսինքն ուրիշ առիթներով էլ այս մասին խոսել ենք իհարկե, առաջին անգամը չի եւ խոսվում է, բայց այլևս ուշացած ենք համարյա, վերջին փրկության վերջին ժամն է, որտեղ մենք կորցնում ենք մի ահռելի հոգ, ահռելի հնարավորություն։ Եթե մենք ուզում ենք, եթե մենք ցանկանում ենք սփյուռքը մասնակիորեն մասնակից լինի Հայաստանի գործունեությանը, Հայաստանի այսպես ասած վերակերտմանը, իրական Հայաստանի կառուցմանը, մենք հատուկ ոչ թե նախարարությունից ավելի մեծ տեղ պիտի տանք սրան։ Մենք նախարարությունը դարձրեցինք սփյուռքի, չգիտեմ ինչ գրասենյակ։ Հանձնակատարի գրասենյակ։ Ես եթե լինեի կառավարության մեջ, այդ նախարարությունը հատուկ առանձին մի երկրի պես պիտի աշխատեր, որպեսզի ներառեր սփյուռքին բոլոր միջոցներով, մի 1000 հոգի պիտի աշխատեին այդտեղ, որպեսզի ինչպես որ արել են, ասենք, երբևէ երկիր չունեցած որոշ երկրներ, որ դարձել են երկիր ունեն հрьяաների եւ որոշ այլ ժողովուրդների պատմության մեջ որ տեսնում ենք։ Մենք այս տարվանից սկսած պիտի այդ խնդրին նայենք շատ ավելի լրջորեն։ Օրինակի համար, մենք պիտի, ասենք, օրինակ մենք բերեցինք, ասացինք Հայաստանի պատմություն, չէ, մենք պիտի ունենանք երկու դասագիրք, հայ ժողովրդի պատմություն եւ Հայաստանի պատմություն։ Այսինքն մեր պատմության մեջ, մեր պատմությունը ավելի շատ գաղթավայրերի պատմություն է։ Մեր պատմության մեջ մենք ունենք վենետիկներ, վիեննաներ, մենք ունենք ահռելի մեծ ներդրում հայ իրականության մեջ, հայկական իրականության մեջ, որը եղել է արտերկրում, ոչ թե բնորանում։ Մենք պիտի ունենանք առանձին դասագիրք, որ սփյուռքի մասին է։ Մենք հիմա սփյուռք ենք ասում, բայց գաղթավայրեր են եղել եւ եղել են, ասեմ, մեր թվարկությունից առաջվանից, այսինքն Տիգրան Մեծի ժամանակվանից եւ շատ կարեւոր կառույցներ են եղել սրանք։ Տիկին Քեշյան, եկեք հասկանանք, որ սփյուռքի մասին ենք խոսում նախ։ Սփյուռքը միատարր չէ։ Սա խնդիր է, բայց սա իրականություն է։ Դուք հիմա ասում եք իրական Հայաստանի կառուցմանը սփյուռքը պետք է մասնակցություն ունենա։ Համամիտ եմ, երկու ձեռքով եւ ոտքով։ Բայց չէ որ Սփյուռքում մենք ունենք սփյուռքի մի մաս, քաղաքականացված մաս, որը չի ընդունում իրական Հայաստանը, որը ասում է, որ կա պատմական Հայաստան 300,000 քառակուսի կիլոմետր, Վիլսոնյան Հայաստան, ես չգիտեմ ինչ Հայաստան, մենք պետք է կարճենք դրանից, իսկ իրական Հայաստանը դա դավաճանություն է։ Ինչ անենք։ Դա է պատճառը, որ ես ասում եմ, մի 1000 հոգի պիտի սողությամբ գործի եւ դիվանագիտություն պիտի բանեցվի։ Այսինքն այստեղ պիտի մենք շատ նուրբ, շատ չգիտեմ կեղծ դիվանագիտություն, այսինքն իսկական դիվանագիտություն բանեցնենք գրավելու համար բոլոր տարերին։ Սփյուռքը բոլոր առումներով է բազմատար, այսինքն ոչ միայն քաղաքական, այսինքն երբ որ ասում ենք սփյուռք, մենք այնտեղ ունենք հնդիկ, մենք այնտեղ ունենք ֆրանսիացի, մենք այնտեղ ունենք ամերիկացի, այսինքն ամերիկացիացած հայ, ֆրանսիացած հայ, չգիտեմ հնդիկացած հայ, այսինքն սրանք այնքան իրարից ավելի տարբեր են իրարից, քան ասենք երևի ֆրանսիացին ու իսկական ամերիկացին, որտեղ սրանք նաև ուրիշ տարբեր կա իրենց մեջ, որոնցով տարբերվում են։ Եթե չլինի, ասենք, ցեղասպանության խնդիրը եւ Արարատը եւ չգիտեմ Դոլման կամ չգիտեմ Բաստուրման, ուրեմն սրանք ոչինչ չունեն ընդհանուր։ Կա նաև այդ բազմատարրությունը։ Եթե մենք չենք կարողանում որպես կառավարություն, որպես պետք, ես չեմ կարող, ես անհատ եմ, ես կարող եմ բարկանամ, խոսեմ, այսինքն սա ուրիշ բանկարդակ է, բայց մեր կառավարությունը, ով էլ որ լինի, երբ էլ որ եղած լիներ, պիտի կարողանա այդ գանձը, եւ գանձը ես նյութապես չեմ ասում, այդ կարևորության իմաստով, եթե կարողանա այդ գանձ ամեն ինչ անել, ամենափխրուն, այսպես ասած սայթաքուն ձևերով, կարողանա հենց քաղաքականապես մեծ, որովհետեւ գիտեք, հասկանալի է իրենց ընդվզումը, բավական հասկանալի է նաեւ իրենց ընդվզումը, որովհետեւ իրենց
իրենց մտքի հայրենիքն է տապալվում, այսպես ասած։ Սարսափելի է իրենց համար, որտեղ իրենք ուրիշ բան չունեին կարծելու։ Բայց տապալվում է։ Իրենց համար տապալվում է, իհարկե փլվում է, փլուզվում է, իրենց համար փլուզվում է հայրենիք հասկացությունը, այսինքն երբ որ ասում եմ դա ձեր երկիրն է, բայց մեր հայրենիքն եք դուք, մեր հայրենիքի նկատմամբ դուք չեք իր գործում այն ինչ որ մենք ուզում ենք, եւ սկսում են խորթանալ այն երկրի հետ, այն պետության հետ, որ իր հասկացած ծովից ծովը չի խոսում այդ մասին, որ իր հասկացած Արարատի մասին նույն ձևով նույն խոսույթը չի օգտագործում, եւ դա մեծ սարսափ է ազգում, որտեղ ուրիշ կախվելու ուրիշ տեղ չունի։ Ինքը բռնել է դրանից որ հայ մնա։ Հասկացա, ես հիմա կանրադառնամ վերջում այս հարցին, դրանով կավարտենք։ Տիկին Քեշյան, դուք ասում եք, որ Ռուսաստանում ապրող հայը, Ամերիկայում ապրող հայը եւ Նոր Զելանդիայում ապրող հայը բացի տոլմայից, չէ, ինչից մեկ էլ Բաստուրմա։ Չգիտեմ, բաստուրմա մի խոսքով, դրանից ընդհանուր իրենց ոչ մի բան չի կապում։ Կա մեկ շատ կարևոր բան, որ իրենց կապում է, որը պետք է կապի։ Այդ բանը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, հայրենիք, որովհետեւ Ռուսաստանի հայը առնվազն երկրորդ սերունդում հայերեն չի խոսելու, չէ՞։ Շատ հնարավոր է, չեմ կարծում, բայց այնուամենայնիվ, չգիտեմ, Իռլանդիայում հայը չխոսի հայերեն։ Հայաստանում ապրող հայը խոսելու է հայերեն, գրելու է հայերեն։ Ես համաձայն եմ ձեզ հետ։ Ինչ որ կա Հայաստանը, հայկական ինչ որ կա, կենտրոնացած է այստեղ։ Դա լավ չէ եւ դա վատ չէ, դա իրողություն է։ Հետևաբար ամբողջ Սփյուռքին կապող միակ բանը պիտի լինի ոչ թե տոլման կամ բաստուրման, այլ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն։ Եվ ես հասկանում եմ դուք ինչ եք ասում։ Դուք ուզում եք ասել, որ մեր պետության ղեկավարությունը այս պահին այդ 1000 հոգին, մի քանի հազար հոգին պետք է աշխատեն, որպեսզի այդ միտքը հասցնեն ամբողջ Սփյուռքին։ Ես ճիշտ եմ ձեզ հասկանում։ Գիտեք ինչ է, այստեղ կարող են դա ձեր ասածը թելադրել, որ ժողովուրդ սփյուռքահայեր սա է իրական, սա է որ մենք ունենք։ Մեր ունեցածը սա է, ուրիշ բան չունենք, հիմա չունենք, է սա։ Սա է, հա, վերջ, այսինքն այս որ ասում եմ օրինակ մեր միակ հարազատը սա է որ մենք ունենք եւ չենք կարող սա կորցնել։ Սրանից մի թիզ, մի սանտիմետր չենք ուզում կորցնել եւ դուք պիտի սա տեսնեք որպես իրականություն, որպես ճշմարտություն։ Մենք կարող ենք սա խոսել, ամենագեղեցիկ բառերով ասել, բացատրել իրենց, բայց դա եթե չի աշխատում, մենք պետք է ուրիշ միջոց գտնենք։ Ինչ միջոց։ Եթե ես եւ դուք միասին մենք այդ միջոցները հենց հիմա որոշենք, ուրեմն մենք հրաշք պիտի գործենք։ Դա համար պիտի նստեն մտածողներ, մարդիկ, որ նստեն օրերով, շաբաթներով, հանդիպումներ, ժողովներ, միտքի տալու, հասկանալու, որ հիմա ինչ անենք, ինչպես գրավենք։ Որոշ բաներ արվել է, այնպես չի որ չի արվել։ Գիտեք, այդ իգործ եւ այլն։ Ինչ ամենակարևոր բանը իմ կարծիքով այսինքն իմ կարծիքով այնքան հստակ բան է, որ մենակ իմ կարծիքը չէ, ամենակարևոր բանը, ամենալավ ճիշտ աշխատող բանը դրսի ժողովրդի, դրսի մարդկանց Հայաստանը շոշափելիորեն հարազատ դարձնելն է։ Այսինքն ինչպես կարող են գրավել նրանց, որ գան Հայաստան 6 ամիս մնան։ Դա փրկության ամենաառաջին օղակներից է։ Եվ դրա փորձը մենք ունենք Birthright-ով հայքի դեպի հայք գազམ་ակերպության, դրա փորձը ունենք իգործով եկողները, որ գալիս են 3 ամիս, 6 ամիս աշխատում են այստեղ, եւ դրանցից 70%-ը անպայման գոնե վերադառնում է այցելության, 20-30%-ը վերադառնում են ապրելու, բնակվելու համար։ Այսինքն մենք հասկացել ենք մինչև հիմա, որ կեցության ապրելու, հարազատանալու, Հայաստանը զգալու, այդ ինչ որ մենք թելադրում ենք ձեր ասածը, որ ասենք, լսեք, սա է իրականը, այդ չի օգնել, դա աշակերտին ասված խոսք է մատով ցույց տալու։ Մենք պիտի դրա համար եմ ասում, պիտի հասկանանք ինչպես անենք, որ այս մարդիկ գան ոչ թե գարն գեղարդ գնալու, երեխային մկրտելու, էջմիածնում գնալու, այլ գան այստեղ մի քանի ամիս, 1 տարի հնարավորություն տան գումար ծախսենք, պետությունը իր բյուջեից, իր տարեկան գումարից շատ լավ, այսպես զոհողությամբ բաժին դնի այս սրա մեջ, որպեսզի ժողովուրդը ինքը գա, հետո թոռը գա, հետո եղբայրը գա, հետո ամուսնանա մեկի հետ գնա միասին գա։ Լեզուն սովորի, եթե չգիտի։ Լեզուն, իհարկե, լեզուն սովորի, որտեղ գնում է լեզուն, արևմտահայերենը գնացել է, արևելահայերենն էլ գնում է Սփյուռքում։ Տիկին Քեշյան, տեսեք, իրականում հեծանիվ
հորինել պետք չի։ Այո։ Դուք արդեն նշեցիք մի քանի ծրագիր, ես համամիտ եմ, որ նրանք աշխատում են։ Մենք Իսրայել կա, չէ՞։ Ինչ կա։ Իսրայել։ Հрьяաները պատրաստի օրինակը, ես երբ որ շատ դեպքերում դա ասում են, ինձ ասում են իրենք ուրիշ են, պետք չի համեմատել։ Ինչն է ուրիշ։ Նույն պատմությունն է, նույն բաժանված ժողովուրդը ծրված ամբողջ աշխարհով։ Այդ օրինակը կա։ Ես ուսումնասիրել եմ, մի քանի օր նստել ուսումնասիրել եմ։ Պատրաստի ծրագրեր են, մենք մի հատի գործ ունենք, իրանք 30 հատ ունեն։ Այդ բոլորը աշխատում է, քանի տարի է աշխատում։ Հիմա Իսրայելում ինչքան մարդ կա, որ միայն սովետական միությունից է վերադարձել, հայրենադարձներ։ Իրենք դրա համար այսօրվա դրությամբ ամենածաղկող պետություններից մեկն են աշխարհում։ ԱՄՆ-ին են պատտում այսպես Պոչը շանն է պատտում։ Ինչի չենք օգտագործում սա։ Շատ լավ։ Հիմա ես անկեղծ ասեմ, հիմա մեր ժամանակը իմ կարծիքով ենք այս տեսակ կարող ունակ գործի համար այնքան խոսքի համար այնքան սեղմ է մեր ժամանակը, որ ես չէի ուզի այստեղ Իսրայելին բերել, հրյաներին բերել, բայց այդտեղ հրաշալի զրույց կարող է տեղի ունենալ, որ ինչերը ինչպես կարելի է համեմատել։ Այո, լավ օրինակներ կան եւ պետք է ուսումնասիրենք, պետք է նայեք, ընդհանրապես մեր պատմության մեջ, երբ որ դու գաղթավայրերի եւ Սփյուռքի մասին ուզում ես տեղեկություններ ստանալ, մանավանդ 5 գաղթավայրերի, որտեղ դրանք ամբողջը փորձառություն են։ Մենք պետք է սովորենք, պետք է ուսումնասիրենք հայությունը, հայերը առիթ չեն ունեցել այն կրթությունը միջնադարում, վաղ միջնադարում, ուշ միջնադարում, որպեսզի ուսումնասիրեն մեր ահռելի սփյուռքները, այն սփյուռքները, այն համայնքները, սփյուռք չասենք այն ժամանակ սփյուռք չի եղել սփյուռք հասկացողությունը, բայց այն գաղթավայրերը, որ իրենց երկրի, իրենց ապրած, իրենց բնակեցված երկրին են ներդրումներ ունեցել։ Ասենք նոր ջուղայցիները, որ հետո եկել են ամբողջ Ամստերդամ, Վենետիկ, վաճառականությունը դարձել են տիրող ամբողջ աշխարհի վաճառականության մետաքսի ճանապարհի տիրակալներից են եղել կամ Վենետիկը կամ մյուսներ եւ մենք օրինակ դրանց մասին մեզ մոտ հայերիս մոտ մեր իրականությունից բխելով ոչ թե ծուլացել են չենք ունեցել գիտնականներ մեր տեղեկությունները մեր հետազոտությունները տեղեկությունները որ եղել են օտարների այսինքն տվյալ երկրի գիտնականը տվյալ երկրի պատմիչը տվյալ երկրի չգիտեմ ճամփորդը եւ այլն իրենցից է մեր տեղեկությունները հասել հետո եկել է սովետական ժամանակաշրջանը որ սովետական ամբողջ 70 տարվա մեջ սփյուռքը այսինքն եթե ինչքան կարողանա ռոպագանդա անի որ սովետին սիրեն այդ ա եղել իր նպատակը սովետական մեր գիտությունը սովետահայ գիտությունը նորից չի առիթ չի ունեցել որ վեր կենա գնա հասնի չգիտեմ Ինդոնեզիա կամ Ֆրանսիա իրավունքը չի ունեցել այնտեղ ուսումնասիրություններ կատարելու դրա համար եմ ասում մենք առանձին հիմա շտապելով մենք պիտի առանձին գիտություն առանձին բաժին Այսինքն մենք պիտի ԵՊՀ-ում ունենանք սփյուռքագիտության մեծ ֆակուլտետ, որովհետև գանձ է սա։ Եվ մենք եւ դրանից պիտի սերեն, պիտի ստանանք գիտնականներ, պիտի ստանանք սոցիոլոգներ, պիտի ստանանք տեխնոլոգներ, որ ինչ անենք, ինչպես անենք, որ այս հնարավորությունը մեր ձեռքից գնում է հեղեղի պես, այսպես հեռանում է դեպի մեզ եկող հեղեղ չի, դեպի մեզանից հեռացող հեղեղ է, եւ մենք չպիտի թույլ տանք այս տարվա մեր կարևորագույն, եթե մեր խաղաղության կայունությունը մենք հաստատենք Ես համոզված եմ, որ Սփյուռքի հետ մեր առնչությունները, Սփյուռքի հետ կապված մեր խնդիրներին պիտի նոր տեսանկյունով եւ նոր լրջությամբ եւ ինտենսիվությամբ նայենք։ Այսինքն շատ բաներ կարելի ասել, երևի մի քանի անգամվա զրույց է սա, որովհետեւ շատ ես ինքս Սփյուռքահայ ես Իրանում ծնված մեծացած աղջիկ եմ եղել, հետո Հայաստանում եմ ապրել մի քանի տարի, մենք որ եկանք այստեղ, տեսեք սովետի մասին ենք խոսում, չէ՞, այդ տարօրինակ պետության, մենք որ եկանք այստեղ, մենք հայաստանցիների համար այլ մոլորակայինի պես էինք այդքան չկար կապը դրսի ժողովրդի հետ։ Չէ, տնօրենները 46 թվին են եկել։ Չէ, մենք ավելի ուշ ենք 70-ներին ենք այստեղ եղել, հա։ Ես այսինքն եղել եմ բաղ պատանեկան շրջանում, որ եկել ենք եւ մեզ նայում էին բարի բունի մաստով, որպես էջմիածնում, որպես ինչ-որ այլ մոլորակային։ Ես դες մի բան ասեմ ծիծաղելի։ Ուրեմն Արարատի մարզում միջև հիմա 46 թվականի եկածներին ասում են նորեկողներ։ Այո։
Միջև հիմա ես շատ եմ լսել դա։ Այո, իրենք էլ են ասում, մենք նոր եկող ենք, ասում ենք երբեք եկել, մեր հիմա ծաղալու բան ասացի, ես էլ մի բան ասեմ, մենք նոր ենք եկել 46 թվից եկած մարդիկ ասում են մենք նոր ենք եկել, նոր եկող ենք, հետո մի հատ մենք հարևան ունենք, ասում են եթե դուք նոր եք եկել, ուրեմն մենք դեռ չենք եկել։ Այսինքն հիմա արդեն 50 տարվա 60 տարվա պատմություն է ավելի։ Տիկին Քեշյան, առաջարկում եմ մեր այսօրվա զրույցը այսքանով այս լավ նոտայով սահմանափակեք, շատ շնորհակալ եմ ձեզ եւ հուսով եմ եւ վստահ եմ, որ մենք այս տարի 26-ին առիթ կունենանք դեռ խոսել այս շատ կարեւոր թեմայի շուրջ։ Բոլոր լավ խնդիրների հետ միասին, որտեղ նա բաներ տեղի ունենում են, իսկապես հուսանք որ այդ ընթացքում էլ կգնա։ Ինչ խոսք, սա շատ կարեւոր խնդիր է, անշուշտ համամիտ եմ ձեզ հետ։ Մեր հյուրն էր հայրենադարձ մշակութային գործիչ Անահիտ Արամոնի Քեշիշյանը։ Այսքանով ես այսօրվա մանրամասները փակում եմ, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։